Ես բնիկ վայենի եմ եւ վայրենի եմ, որովհետեւ ջերմուկցի եմ, ջերմուկի կռիվներն էլ գնացի, մասնակցեցի, բոլոր տեղն էլ գնացել եմ, բայց քարորիա պատերազմին ինձ չտարան, որովհետեւ ասին հələ որ այդեն կռիվը չէ, էլի որ դուք էլ գաք ավտոմատի չի։ Սուսան Գալստյանը երկրապահ է, ֆիդայի, եղել է Վազգեն Սարգսյանի մահապար ջոկատի անդամ, եռաբլուր է եկել զինակից ընկերների հետ մայիսի 8-ի երկրապահի օրվա առիթով։ Երկրապահներից շատերը լուռ էին, արած գործի մասին խոսել չէին ուզում, բայց տեղը գա, թե Սուսաննան, թե մյուսները ասում են, հիմա էլ մարտական ոգին տեղն է, հայրենիքին դեռ հաղթանակներ են պետք։ Եվ եթե այսօր այս վիճակն է, այդ վիճակը ոչ մի բան դեռ չի նշանակում, մեր ոգին բարձր է, մենք նույն ոգով նույն այդ 90 թվականից սկսած ոնց կայինք, այդպես մնացել ենք, որովհետև եթե այդ ոգին կոտրվի, հաջորդ սերունդները արդեն չեն կարող նոր հաղթանակներ տանել, բայց ես հուսով եմ, որ եթե մենք չհասցնենք, բայց հաջորդ սերունդներին դեռ հաղթանակների շատ առիթներ կլինեն։ Բաբաջան Բաբախանյանն է։ Արցախյան առաջին պատերազմին Սպարապետի հանձնարարականով սկսել է զենքի արտադրությամբ զբաղվել։ Ունեցածները հրացաններ էին։ Ինքն ասում է, 63 մմ տրամաչափով ականանետեր է պատրաստել առաջնագծի համար։ Երկրապահները տոնի առիթով եռաբլուրում էին։ Նրանց առաջնորդում էր կառույցի նախագահը Սասուն Միքայելյանը։ Շուշիի ազատագրումն ու առաջին շքերթը կյանքի ամենաերջանիկ օրերից է համարում։ Մարտական ոգին այդ ժամանակ բարձր էր։ Ո՞րն էր այդ հաղթանակի պատճառը եւ Վազգեն Սարգսյանը։ Այն ժամանակ գիտեք տարբեր հավատքի, տարբեր կուսակցության, տարբեր ջոկատներ կային, որ անատներ կային, որ ջոկատներին սարք իրանց համար, Սպարապետը կարացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ, մենք տարանք հաղթանակ եւ բանակի երկրապահի հիմքի վրա ձևավորվեց բանակը։ Երկրապահի եզրույթի հիմքը երկիր եւ պահել բառերն են։ Երկրապահ նաեւ նշանակում է հայրենիքի պաշտպան, հողի պահապան։ Համոզված են, ամեն հայ տղամարդ պիտի երկրապահ լինի, բայց կառույցի անվան տարբեր շահարկումներն ու վերաբերմունքի փոփոխությունը երկրապահներից մի քանիսը նշեցին, չէին ուզի լինի։ Ժամանակը կգա, ես չեմ ուզում ապագորգոր բան ասեմ, այդ սա խոսացողները, որ ամեն մեկն այսօր դարձել է հայրենիքի հերոս, պաշտպան, բայց չգիտի մեր արևը որտից են ու որտեղ է մտնում, իսկ երկրապահն կանգնած է, ես չեմ ուզում հետագայում երևա ժողովուրդը կհասկանա այս տարիների ընթացքում հետպատերազմյան ժամանակաշրջանում ինչ արել երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանությունը։ Այժմ էլ երկրապահ կամավորականները սահման են գնում, մարտական հերթապահություններ իրականացնում։ Մեր ժողովրդին միասնություն է պակասում, մեկ գաղափարի ու մեկ նպատակի շուրջ, եւ ասում են, երիտասարդների կամքն ու ոգին մի անգամ չի որ տեսել են։ Մեր պետությունը վստահել է մեզ հենց հիմա մեր սահմանները պահելու համար, մենք էլ սրբորեն պիտի կատարենք մեր գործը։ Հիմա էլ ենք կատարում մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը, երկրապահները կիլոմետրով չասեմ բազմությամբ ամբողջովին նվիրված լցված է հայրենիքի պաշտպանությանը։ Մասիսի երկրապահ կամավորական միության նախագահ Արսեն Հարությունյանը Շուշիին ազատագրողներից է։ Հիշում է, թե ինչպես էին ադրբեջանցիները փախչում։ Չփախչեին էլ մեկ է, հետ էինք վերցնելու քաղաքը, պատմում է, որովհետև Շուշին մերն է ու մերն է լինելու։ Ոգին մեկ էր։ Հազարավոր մարդիկ գիտեին, հազարի ոգին մի մարդու ոգի էր։ Մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորության ազգը այն ժամանակ պառակտված չէր, միասնական էր, միամուռ էր, դա նշանակություն չուներ, մենք զենք ունեինք, թե չունեինք, մենք վեկալում ենք իրան զենքերով էինք կռվում։ 71-ամյա Աբրահամ Պապի կոչը համախմբումն է ու ադրբեջանական սադրանքներին չտրվել է։ Ինքն էլ մինչև հիմա պոստ պահելու է գնում, որ պաշտպանի հողը, ժողովրդին, ընտանիքին ու երիտասարդներին փոխանցի 90-ականների հերոսական շրջանի մարտական ոգին։ Այժմ էլ երկրապահ կամավորական միությունը զբաղվում է հայրենիքի պաշտպանությամբ ու եկող սերնդի հայրենասիրական դաստիարակությամբ, հաղթական ոգով ու միասնությամբ։ Երկրապահներից շատերը վստահ են, լեռներում էլի հարսանիք կանենք։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռենյուզ Արմենիա։